Ամեն ասում են, վայ ոնց կլի, իմ էս սիրուն մատները, իմ սիրուն եղունգնին, հա չէ, խանութից կառնեմ կուտեմ, բայց խանութից ինչ ես ուտում։ Հա ես բան չունեմ ասելու, եթե պետք կնա որ խանութից առնենք բերենք, մի անգամ, երկու անգամ, բայց սաղ կյանքում տանը նստած զանգ են տալի, այս ինչ բան է, հա եկան, հա էսա սեղան եմ գծում, ինչ են, պիցցա, դա սուտի մուտի բաներ։ Իսկ իմ սեղանին դրած բաները ոչ մի բան համարյա թե ուզում եմ ասեմ խանութից չի։ Իզուր չի, որ Մանուշիս կեսուրը Հարսի մառանը համեմատում է պահածոների գործարանի հետ։ Ամառը դեռ չպրծած այգուց բերածը տուն է հասցնում, տեղն ու տեղը բանկաներ լցնում։ Փողոնենք, կառնենք, կուտենք, հետո կթունավորվենք, հետո կասենք վայ, չէ, ես տան չեմ։ Խանութինն էլ իր տեղն ունի, բան չունեմ ասելու, բայց տանը պետք է ունենալ։ Ես ասեմ, իմ հորական տանը ես մենակ եմ տեղել։ Ամեն ինչից եկողին ինձ ձևի դեմո առաջ կգաս։ Կարող է եկողը վառոտիս էլ հենց պատասխանեմ, հենց ճամփեմ, ասեմ, յախ, քեզ ինչ ձևի իսաներ գոնե մի դառը կոֆե չտավուց, բայց եթե իմ տանը կոֆեն չխմեցին, հնարավոր չի ստյան գնան։ Իսկ կոֆեի հետ եւ ամեն ինչ լավը։ Շխշխկան Մանուշը կաթսաները եռանդով դնում է կրակին, մեկի մեջ մուրաբա եփում, մյուսում թթու դնում, մեկում էլ կոմպոտ եփում։ Դրա համար էլ մառան մտնողը մնում է զարմացած, աչուձախ գույնզգույն բանկաներ, ոնց որ մայրաքաղաքի հիպերխանութի ցուցասրահ։ Բայց Մանուշի համար սա ուղղակի մառան չի, այստեղ իր քրտինքն է, իր ձեռքի համը, իր մեծ ընտանիքի ձմեռվա ապահովությունը։ Ամեն բանկայի մեջ մի կտոր ամառ կա պահած, որ ձմեռվա ցուրտ օրերին բացեն, հիշեն արև այգին ու մեծ ընտանիքով սեղանի շուրջ նստեն։ Ես խանութ չեմ գնում։ Դե խանութ գնում եմ, ասենք մեմեն, իհարկե, այս ռանքումը ես չեմ գնացել, իրանք են առուտուրն արել։ Եթե իմ տան որևէ բանը պակսեց, օրինակ դա կլի կալբասը, դա կլի դե հացը առնում եմ, թխում եմ։ Հա, կամ խանութից ինչ պետք է առնուս ճաշացվեք, մի կգնանք վերև, ես քեզ ցույց կտամ իմ ճաշացուների կռուգը։ Ու դու էլ կզարմանաս, որ ամեն այսքանը ով է առնում էլի, բայց ինչքան էլ որ տենում եմ շատանում է, սկսում եմ երեխանց մախրգելը։ Տան կնիկը կարելի ասել կացի լատենամ էլ ինչ եմ գտնում, էլ ինչ բերեմ ստյան։ Այս ինչա։ Նուրն այսել։ Հատանինք, որ ահա, էստի կդնեմ, հետո ցույց կտամ մնացած բաները։ Էս էլ հմին չիմ բանկեք հերնադարդակ, որ ձմեռվա ժամանակին ես սրանցով փագում եմ։ Ասենք գիտեմ աջիգան սրա միջինակ, տոմատ եմ փագում սրանով, մարինատ եմ անում մի քիչ մեծ բանկով, կամպոտնի եմ անում շատ փայն կիլանոց ռեզբով բանկեքերով։ Սրանք մի խառը լցրել եմ մեջը, բայց սրանք պետք է ջգվի։ Ընդել եմ խառը լցրել մեջը։ Դեռ թոզի միջին գնում ա ու գալիս։ Էս էլ էս։ Այս տարի չնայած որ կարկուտատավուց շարքից դուրս եկավ, էլա չեմ բերել։ Բայց սա անցյալ չէ, նախանցյալ տարվա իմ ունեցածն է։ Անհնար է ուղակի բացառված Մանուշի տուն հյուր գնաս ու դատարկ սեղան տեսնես։ Դուռը դեռ չբացած կասի արի հացը պատրաստ է։ Ու այդ հացը պատրաստ է նշանակում է րոպեների ընթացքում ճոխ սեղան բացել ու որ ամենազարմանալին է առանց խանութ գնալու։ Միանգամից իջնում է մառան ու սկսվում է հրաշքը։ Այստեղից մի բանկա, այնտեղից մի թթու, մի կոմպոտ, մի մուրաբա, մի լոլիկ, վարունգ, պղպեղ, ինչ ասես կա։ Մեկ էլ տեսար սեղանին այնքան բան աշարել, որ մարդ չգիտի որից մի խոսքով Մանուշի մառանը բացվի մի հարսանիք ժողովուրդ կկերակրի կճամփի։ Էս իմ ալերն է, հա, սպիտակ վիշի սորտ ալերը, որ եթե այդ օրը իմ միտն գա որ պետք է մի բան սարքեմ, անմիջապես վերևն էլ ունեմ։ Ընդև այդ մի բուջուր խմոր եմ անում թողում, սկսում մնացած գործերն անել է, ճաշա, հացա, ջուրա, որ գնացածը դրսից գա, Հրիգունի միջև տունը հասնում արդեն ես թխելիս եմ ելում, թե հաց կթխեմ, թե բիշիկ անեմ, թե կարտոշկով բիշիկ անեմ, ամեն ինչը էս էլ է։ Էս էլ սև ալերն է, հա, մաղում եմ շատ ընտիր, հա, և գիտես ինչ, եկողն ասում է, ստի լավա քանց թե մեր տունը, ասում եմ, բա, մի անգամ էլի, հրանդիք, լայն ստար էլի տենամ, էս սաղի տունն էլ սենց հատ, խելոք տանեկաց ինչ գործ ունիս, ուրեմն ինքը դե շատ է գնացել, գիտե ով ինչ ձևի է, ինձ էլ է հետաքրքիր, համի ես ընթացքում, որ երեխեքն եկել են, բերել են, էս էլ է լրիվ բանկեքեր է, ու տարբեր բաների էլի չափերի, կես կիլանոց, 700 գրամանոց, կիլանոց, շատ այն բանկեքերը, այն օրը Լիլիթն ասում է, մամ, են ինչ է սարել, ասի հա ժամանակ, եթե մնի հիմա մի բանկ աղրգեց, ես գիտեմ այդ բանկեն ետ չտի գալ, չունենամ, որ հաջորդ տարիներ փագեմ, զատի էտա արաղս էլ դրած, էս թթան արաղա, էս թութնա, էս քացախա,
Հա գինին էլ բան բանի միջինա, հանած չէ միջին։ Այսպես իր ոնց ասում են քունջ ու պուճախը ցուցադրելուց հետո Մանուշը մեզ ուղեկցում է իր տուն, ինչքան էլ թե տան շինարարությունը եռում է փոշի շինարարական աղբ, բայց մեկ է այս տնից առանց հյուրասիրության դեռ ոչ ոք չի հեռացել։ Ու մինչ մառանի բարիքներով սեղանը կբացվի, պարոն Հրանտը իր երկաթե նժույգով մեզ տանում է Արջիսի այգիներ։ Ինձ մա այս ավտոն անցախսը ավտո է։ Բարիս բունի մասում մենակ գազին եմ փող տալու։ Դա չէ ոչ մի բանի փող չեմ տալիս սրա։ Ոչ պագրիշկերը երեխանց ավտոյի տակ է հանած կիսամաշ միշամաշ շուտ ասում եմ հանեցեք ձեր ավտոյին թազա գծեցեք։ Պագրիշկերը են զապչացնել 24 ինչ ասես գնում է։ Հնից նորից այնքան զապչացնում դերմի ինքը 64 թիվը 62 տարեկան է։ Դերմի այդքան տարի էլ նորմալ բնասնողը դերմի այդքան տարի էլ ինքը կաշխատե, ինչ է։ Ծառերի հետը բուժումը ժամանակին արել վերջացրել է ամեն ինչ տեղը տեղին։ Հիմա էլ անցել է մոլախոտերի դեմ պայքարի, բայց այգու գործը այստեղով չի վերջանում։ Ամեն օր չարչարանք, ամեն օր քրտնաջան աշխատանք, բայց հենց երևում է առաջին բերքը սկսվում է ամենամեծ գլխացավանքը, որտեղ տանի, ոնց վաճառի, ինչ անի։ Լորը սպանելուն ինչ կա, դու տոպրակ գծե։ Եթե ժամանակներ ուտները մի սաղոր դուտենուկ ռավոդվա քանսից մինչև ռիգվա քանիսը ինչ են կանում, շինածը ինչա որ այդ գինն ես ասում, շինածը որ գաղափար չունին, դա ոնց հատի հասել։ Ու մինել գեղացու ապրանքը, հմի գնասերևան աշխաբաշական թվերը, բայց այդ անումնա գեղացին դրա 30-25% չափով է եկամուտ ստանում։ Այն մնացածը այդ դալալ-մալալին են։ Քաղաքացին, որ գեղացու ապրանքն առնում է, արդեն 4-5-րդ ռուկից է առնում։ Ու թանկ է։ Ամեկը 100 դրամ մտնելով գնում են գեղացին նույն քյասիբ գեղացին, Երևանցին էլ, քաղաքացին էլ թանկ տալիս է թանկ առնում։ Այդ դրանքում մի 8 հոգի հարուստանում են, գեղացին նույն նախկատ գեղացին։ Այն որ ինքն է չրչարվել, ինքն է արտադրել, նա օգուտ չի ունեն։ Առաջի հերթին պետք է շուկան մոդիկ լինի։ Շուկա, մենք շուկա չունենք։ 200 կիլոմետր հեռու է, ես ոնց էլ տանիմ, այդ մի սաղորը կորավ, մի բան է, ստի բերքը փչացավ, ասես բաներ կա, ստիպված էժան տալիս ես։ Նրանք էլ ուրիշ մտածելու բան չունեն։ Իրանց գործն է դա։ Տարի 100 դրամ, 50 դրամ, 20 այնքան այդ օրը մին հտասները 10-20 դրամ ունենա վերջ, նա պրծավ։ Մի օրվա մեջին մաքուր 20 ման է դրուց իրա ջեբին, գեղացին 365 օր չարչարում 350 դրամ էլ չդնում ջեբին։ Կար ժամանակ ավելի ճիշտ տարիներ առաջ բեռնատարը գալիս էր ուղիղ այգու մոտ կանգնում, բեռնագիրներն իջնում էին մտնում այգի, բերքդ հավաքում, տեղում բարձում ու տանում։ Դու էլ հանգիստ նայում էիր, թե ոնց է քո քրտինքը ճանապարհ ընկնում առանց կորուստների։ Փողդ էլ տալիս էին, դնում էիր գրպանդ ու սիրտդ տեղը գիտեիր, որ աշխատանքդ գնահատվեց։ Հիմա բեռնատարները չեն գալիս, նստում ես սպասում, ոչ ձեն, ոչ լուր։ Մեկ էս կողմից են ասում ճանապարհներն են փակ, մեկ այն կողմից թե արտահանման հարցեր կան։ Այդպես բերքը մնում է այգում աչքիդ առաջ հասնում, դառնում արաղացու, այսինքն օղուհումք։ Ինչքան կարաս բայց չորեր կաչի բան չի, որ 10 տարի էլ կենա բան չի լինի։ Երկու երրորդ օրը չծախվեսն արդեն փչանում, ինչ կարուզ մախալա դելնիկում էլի, չի լու։ Գնում ես լարսնա փակ, ըստիա փուլեկել, ընդիա հենցել, ընդիա հեմել իր հետ կռվեն անում ես, այնքան բաներ կա։ Ու բոլոր դեպքերում ով ինչ անել, լարսը փագեն, ինչ փագեն, ինչ չի փագեն, դու ժողում ենք։ Գյուղատնտեսության նախարարություն ասել է գյուղացուն տես չկա։ Այդպես է, քանի որ երկրի ղեկավարը որոշել է, որ գյուղատնտեսությունն ավելորդ ճոխություն է մեր երկրին։ Դրա արդյունքն էլ է, որ մթերողն էլ պտղի հետևից գյուղ ու դաշտ չի գալիս։ Դե տղա ես գլխի ճարը տես ու բերքը տիրացրու։ Բայց դե Հրանտը էլի հույսը չի կտրում։ Ամեն տարի մտածում է գուցե մի ճար գտնվի, մի բան լինի։ Չի կարող այսքան քրտինքը ջուրը գնա։ Գյուղացու հույսը միշտ վերջին է մեռնում, ասում է Հրանտն ու հավաքում գործիքներն ու գյուղի ու տան ճամփան բռնում։ Ճանապարհին պատմում է, դե այնպես չի, որ իրենց քրտինքը ջուրն է դառնում։ Մի հատ գործիք ունիմ տանը, այնքան ուրախալում, որ չի ծախվում մեր բերքը։ Արաղ եմ քաշում էլի։
Նա անսահման քանակի ընդունում է, ինչքան ուզում ես տար, փթած կլի, ճիճվոտ կլի, ինչ կլի, ինչ չլի, նա։ Այսպես կատակելով վարում է իր Վոլգան Հրանտն ու ասում, թե նայողները կմտածեն ինքը բողոքավոր մարդ է։ Այդպես չէ, լավին լավ է ասում, վատին վատ։ Օրինակ մի քանի տարի առաջ իրենց գյուղ տանող ճանապարհը քանդված էր, փոսերը շատ, բայց հերթում էլի գյուղեր կային։ Էլի վատ ճանապարհներով։ Այստեղ արջիսեցիների բախտը բերեց, ասում եմ։ Մի երկու օր դեժուրնի Մարտին նշանակել են Պավարոտի վրա։ Որ ռավոդից ռիգու հաշվե ավտոյքերետելու, քանի ավտոագեղը բծրանում, քանի ավտոագեղից գնում։ Որտենուն եթե շարժ կա, ճամփ են սարքել, մեր ճամփ են շատ անմխիթար վիճակում էր։ Դա հաշվեց է ասել են, տրասովն ավելի քիչ ավտոա գնում, քան այս ճամփովը։ Ծրագրի մեջ կողեցին, սարքեցին։ Այո, Արջիսը Տավուշի ամենախիտ բնակեցված գյուղերից է, այստեղ արտագնա աշխատանքի մեկնողներ չկան, ընտանիքներով տեղափոխվողներ ևս, ինչքան էլ դժվար է, բայց ամբողջ գյուղը կպած է հողին։ Արջիսից մինչև Դեպետավան, այսինքն Վրաստանի սահման, արջիսեցի այգի ունեցողներ, այգի մշակողներ կան, ասում է Հրանտը։ Մնում է, որ պետությունը մի քիչ ձեռք մեկնի գյուղացուն, աջակցի հատկապես մթերման հարցում, ոչ պակաս կարևոր է բնական աղետներից պաշտպանելը, հատկապես կարկուտից, որ մի րոպեում ջնջում տանում է գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը։ Հրանտի այգուն կպած կարկտակայան կա, տեղադրել են, կանգնած է, բայց չեղածի հաշիվ է։ Դες մի օր կարկուտ, մի անգամ անձրև, մի անգամ ցուրտ, մի անգամ ես իմանամ ինչ, ցավ, ցես, հարուտ տեսակ բան։ Ասու տված է, կլի, չիլի։ Աչերը դա դարտակ պատրոնի նման բան էլի։ Նա ինչա որ եթե թույլ էլի կարկուտը, միգուցե եւ կոմական է։ Իսկ անցել տարվա, նախանցել տարվա, մանավանդ 15 թվի կարկուտի ինչ ձևի կայան ուզմալի նրան անհնար էր բրգել է։ Կարկուտը կարկուտ, բայց տարի է լինում, որ բերք անհաջող է ստացվում երաշտից, եկից, հազար ու մի պատճառ է գտնվում այդ ժամանակ Մանուշի օղուտարաները չեն հերիքում։ Իրեքներ քաշելու է։ Մի նոր ասում եմ ուզում չեմ ուրիշ բոճկել դնեմ, սրանցից մինը որ քաշեմ նրանքից դուրս գա, էն էլա։ Արանք քաշելով, վակելով սա են, էտա 5-6-7 բալոն։ Վակում եմ ու մի անգամից դնում Գրախ գծում Հրանտը կնոց գիտե թե իր տանը արաղ կա, ոչ մի բանից խաբար չի։ Պատրաստ, իրեքն էլ պատրաստ է քաշելու։ Որ մի բան էլ բաց եմ անում, կամ պոտը ասենք սոկը թթվեց, թե ինչ որ բաժակի միջին էվել սեղանին մնաց, էտելա, վերեմ Պետրոուն եմ դրած, մեջն եմ լցնում, վերեմ լցնում ստե։ Ամեն ինչ կնիկնա, ամեն ինչ։ Եթե տան կնիկնարավ, արավ, չարավ։ Ու չհավատաս, որ նրանք ընտանիք հա դե կդառան։ Բայց դա են չի էլի, ինչ ասեմ։ Էս էլա։ Եթե արիր, չարիր, դու չհավատաս, որ է այդ տունը տուն կդառնա։ Մանուշի ու Հրանտի 3 զավակները թեև գյուղում չեն ապրում, բայց հայրական օջախը չեն մոռանում։ Ամեն մեկն իր ճանապարհով է գնացել, բայց սրտով միշտ կապված են այս հողին, այս բակին, այս այգուն։ Երկու տղաներն էլ ամուր կանգնած են սահմանում, ինչպես ծնողները հողը չեն թողնում, այնպես էլ նրանք իրենց դիրքն են պահում համառությամբ ու պատասխանատվությամբ։ Առհասարակ Մանուշն էլ Հրանտն էլ կարծում են, որ ինչ էլ լինի, սեփական հողից հիասթափվել պետք չէ։ Մի տարի լավ է ստացվում, բերքն առատ է լինում, մի տարի էլ դժվար հազար խնդրով, բայց իրենք սրան արդեն սովոր են։ Գիտեն, որ հեշտ ու դժվար օրերը հերթով են գալիս ու ոչ մեկը հավերժ չէ։ Կարևորը ձեռքերը ծալած չնստես, հողը չթողնես, ամեն տարի նորից սկսես, ինչքան էլ որ նախորդը ծանր եղած լինի։ Եթե սիրունին մտիկ անեմ, այսօր ես այն վիճակին, որ այս վիճակին եմ, պետք է սենց չի լինի հակ շորերը։ Տանն եմ, բայց պետք է սենց չի, բայց որ թոզ պետք է մաքրեմ հրիգունից հակից շորերն էլ այն վիճակին։ Դե ասեմ, էդ էր մնացել մի լեսան եմ անում, չէ։ Այո, արա որ ամեն ինչ բան ունի։ Մանուշն էլ Հրանտն էլ միշտ առաջ են նայում, ասում են հողը մարդուն չի խաբում, եթե դու էլ քեզ չխնայես, մի օր իր պարտքը կտա։ Դրա համար էլ իրենք չեն ընկճվում, չեն հիասթափվում, այլ ամեն գարուն նորից նույն հավատով մտնում են այգի, իսկ այգուց էլ ստացվում են այն բարիքները, որոնցով տանտիկինը հյուրեր է ընդունում ու ճանապարհում։ Այսպես զրուցելով, ցուցադրելով Մանուշը սեղան բացելու պատրաստություններ է տեսնում, մեզ էլ գործի մասնագիծը դարձնում։ Էս էլ ինչպես միշտ մեր դռան պամիդորը եւ վարունգը մարինատ։ Օրինակ հենց էլ էլա որ բաբոն գիտեցելա
եկող կական գնացել են առուտուր արել, բան վեդրո տոպրակներով 5 կիլով 10 կիլո վարունգա պամիդորա, որտեղ էլ եմ արդեն կփչացնեմ, կփչանա դա էլի, այդքան որ կուտվի, անմիջապես այդ սեղան գծելուց հետո անմիջապես բան եմ արել։ Բանկեքը, հա։ Ամառվա փուշը ձմեռվանուշ է, այդպես է ասել Մանուշն ու պահածոն պահածոյի ետևից փակել։ Ամեն ինչ իր չափով, կարգով, կանոնով։ Հետո ցույց է տալիս իր սարցարանը տեսակ մսամթերքներով ու էլի ամբողջ իրենց տնից, ասում է։ Բաժակները լցվող կոնյակն անգամ Մանուշի ձեռքի պատրաստածն է։ Կոնյակն էլ է տնական։ Գինուց են քաշում։ Խաղողից։ Գինուց, խաղողից։ Գինի են անում, գինին արաղ են անում։ Չիմ տնականո։ Չիմ տնական։ Դրանց էլ բան չկա։ Այսպես ամեն բան իրենց այգուց, իրենց ջանքով դռնից հասնում է սեղան։ Իրենց արդար աշխատանքով պատրաստածը հյուրին մատուցելով միշտ սրտաբաց են, գիտակցելով, որ մարդը մեկ անգամ է աշխարհ գալիս ու պետք է ապրի արժանապատիվ, մարդավարի, սիրով ու ջերմությամբ լցված կյանքով։ Եթե մարդ կռվի մասին չի մտածում, ուրեմն այլ բաների մասին կմտածել, մի բան սարքելու, մի բան ստեղծելու։ Որ կռիվ ալում, այդ սա մնում է մի կռիվն առաջնեն, որ կռիվ չլի, շատ լավ է կլի։ Խաղաղության հիմա Հրանտն ու Մանուշն ամեն օր երազում են խաղաղ երկնքի տակ աշխատելու ու արարելու մասին, ասում են բերքն առատ կլինի, թե ոչ, դա երկրորդական է, կարևորը խաղաղությունն է։ Մնացած դժվարությունները կհաղթահարվեն տանջանքով, քրտինքով, ուժով, համառությամբ, իրական արժեքը խաղաղությունն է, ասում են սահման պահող զինվորականների ծնողներն ու հրաժեշտ տալիս մեզ։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։